ինչ տեղ է ունենում այդ կոնկրետ այդ եկեղեցու Հովանավանկի շուրջ այդ քահանայի կարգալույծությունը եւ նրա կողմից չհեռանալը ինչպես եք մեկնաբանում։ Ես կարծում եմ, որ պետք է հեռանա, եթե հեռացրել են իր կանոնադրությունով, եթե իրեն հեռացրել են, այ եկեղեցում ընդունված կանոնադրությունով իրեն հեռացրել են, ուրեմն ինքը պետք է հեռանա։ Վերջ։ Եվ նա ով որ հեռացված չի, օրինակ կաթողիկոսը հեռացված չի, ուրեմն ինքը կաթողիկոս է, Գարեգին B, ոչ թե կտրիչ։ Քանի դեռ նրանք զբաղեցնում են իրենց պաշտոնը, ուրեմն նրանց պետք է հարգենք։ Այսինքն կանոնադրությունը հարգենք, ավանդությունները հարգենք։ Եթե հեռացրել են կանոնադրության համաձայն, այսինքն ինչ որ մեկը քսիվա չի բերել ասել դու չես, հիմա էլի ես։ Չէ, եթե որ կանոնադրությանը համապատասխան, եթե հեռացրել են, նա պետք է հեռանա։ Այդպես եթե լինի, բոլորս մի բան կհնարենք։ Կանոնադրություն եթե կա, դա հարկավոր է հարգել։ Ես կարծում եմ, որ այդ հոգևորականը պետք է հեռանա։ Կամ ինչպես ընդունված կարգ կա այնտեղ, չէ, բողոքարկի եւ այլն, եթե պետք է դատարան դիմի բան, բայց եթե կա ուրիշը, ուրեմն նա պետք է գա։ Հիմա Նիկոլ Փաշինյանն աջակցում է այդ անձնավորությանը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կարգի դեմ է դուրս եկել։ Նիկոլ Փաշինյանը այստեղ իր շահերը ունի, իր շահերի հետևից է ընկել, այսինքն առիթից օգտվում է, երբ որ հոգևորականները չեն կարողանում իրենց ներքին խնդիրները լուծելու, ինքը միջամտում է։